Բարև, մենք սկսեցինք խոսել ապագա մասնագիտական խնդիրների հետ կապված, այսինքն ոնց են փոխվելու կամ արդեն փոխվում են մասնագիտությունները կախված տեխնոլոգիական զարգացման հետ եւ որքանով այս ամեն ինչը կարող է ունենալ կրթության հետ եւ փորձենք շարունակել։ Ա, Իհարկե հարցերը շատ լայնածավալ են ու մենք ունենք խնդիր մի կողմից նայել այն մասնագիտությունները, որոնք տնտեսական տեսանկյունից արդյունավետ կլինեն անհատի համար, այնպես էլ երկրի համար, բայց առանձին մի խոսակցություն պետք կլինի նաև այն մասնագիտությունների մասին, որոնք փաստացի էկոնոմիկայի մաս չեն կազմում, բայց առանց դրանց պատկերացնել աշխարհը ոչ միայն վատ է, այլ ուղղակի ողբերգական։ Այսինքն մենք չպետք է դիտարկենք օրինակ երեխաների կողմից մասնագիտության ընտրությունը միայն այն տեսանկյունից, թե այս պահին դա որքանով շահութաբեր է, որտեվ այդ դեպքում մենք կզրկվենք երաժիշտներից, դերասաններից, պոետներից։ Իհարկե կան դերասաններ, որոնք լուրջ գումարներ են վաստակում, բայց դրանք փոքրամասնությունն են, եւ եթե տոկոսային առումով վերցնենք, ենթադրենք միջին ծրագրավորողները եւ միջին դերասանները կամ երաժիշտները կամ նկարիչները, բարձր այստեղ ուղղակի մրցակցություն չի կարող լինել տնտեսական տեսանկյունից եւ ընդհանրապես տնտեսական ոլորտի հայացքից չպետք է այս ամենին նայել, արվեստը, մշակույթը պետք է ուրիշ ֆինանսական մոդելով զարգանան, ցավոք սրտի մեզ մոտ դա գրեթե գոյություն չունի, բայց դա մեծ առանձին խոսակցություն է ու շատ կարևոր, հակառակ դեպքում մենք կունենանք հասարակություն, որտեղ բոլորը կլինեն ծրագրավորող ու դա կլինի ուղղակի հասարակության վերջը, այս ծրագրավորողների դեմ չեմ ասում, ուղղակի հասարակություն, որտեղ գոյություն չունի մշակույթ, այդ բոլորը թևերը քշտած կոդ են գրում, լավագույն բանը չէ։ Մենք պետք է ունենանք բազմազան նաև մշակույթի տեսանկյունից հասարակություն, ընդհանրապես երկրի զարգացումը, որ դնում հաշվում են հնայի տոկոսով տարվա եւ այլն, լավագույն բանը չէ։ Մենք ամեն ինչ ֆիքսում ենք տնտեսական հայացքով, բայց երկիրը զարգանում է նաև իր մշակույթով եւ այնպեսի ոլորտներ, որոնք տոկոսով չես հաշվի։ Բայց սա մի քիչ առանձին խոսակցություն է եւ սրա մասին կխոսենք իհարկե։ Բայց այս պահին եկեք հասկանանք, թե տեխնոլոգիական զարգացումը ինչի է բերում այն առումով, թե որ մասնագիտություններ օրինակ կարող են կորել կամ նոր մասնագիտություններ առաջանալ։ Ու այստեղ իհարկե մի քանի կարևոր բան է պետք ֆիքսել։ Առաջինը պետք է հասկանալ, որ տնտեսության տեսանկյունից այսօր հիմնական կարևորագույն բանը դա տեխնոլոգիաների ներգրավումն է։ Այսինքն արդեն անցել են այն ժամանակները, որ մարդը ինչ որ իր CV-ում գրում էր, որ ինքը ինտերնետից օգտվել գիտի Word եւ Excel։ Այսօր դա եթե չկա, արդեն խնդիր է մարդու համար ու պարզա որ գնալով դա ավելի լրջանալու արդեն դա ոչ միայն մարդու մակարդակով է, նաև ընկերությունների, բիզնեսների, այսինքն բիզնեսները, որոնք չունեն IT հատված, շուտով ուղղակի կենսունակ չեն լինելու։ Ու այսօր արդեն իսկապես լղոզվում է սահմանը, թե ինչ անվանել IT ընկերություն, ինչը չէ, որովհետև այսօր գյուղատնտեսական զարգացումներ կան, որտեղ IT-ն շատ մեծ հատված է կազմում եւ շատ հեշտ կարելի է մի ծորեն աճացնող ընկերություն անվանել IT ընկերություն, որը կարող է ավելի շատ ներգրաված լինի տեխնոլոգիապես, քան օրինակ ինչ որ բանկ հայկական, որը մինչև հիմա
չի կարողանում հասկանալ ում ուղարկել որ քաղվածքը ու տարիներով ինչ որ ուրիշ մարդկանց ուղարկում են ուրիշ քաղվածքներ։ Բայց այդ մի կողմ, այսինքն առաջին կարևոր բանը այն է, որ այլևս տեխնոլոգիան չպետքա դիտարկենք որպես ինչ որ առանձին երևույթ, որպես կցորդ եւ այլն։ Այսինքն տեխնոլոգիական զարգացվածությունը մարդու քիչ-քիչ դառնում է կարևորագույնը տնտեսության մեջ ներգրավելու առումով։ Մյուսը այն է, որ իսկապես շատ մասնագիտություններ սկսում են փոխարինվել հենց տեխնոլոգիաների տեսանկյունից։ Մենք սովորեինք, որ այն սև գործն է փոխարինում տեխնիկան, այն ինչ որ մարդը կարող է չանել, post բորելուց բռնած, մինչև օրինակ դուռ բացել, փակել եւ այլն, բայց արհեստական մանրանկարության զարգացումը փաստացի բերեց նրան, որ այսօր արդեն մենք տեսնում ենք, որ որակավորում պահանջող աշխատանքներն էլ են փոխարինում։ Իհարկե դեռ այդ փոխարինումը շատ այնց միջանկյալ փուլում է, բայց արդեն պարզ է, որ ընկերություններ կան, որոնք օրինակ կմտածեն մի քանի տեքստ գրողի տեղը պահել մեկին, այն մնացածը փոխարինել արհեստական բանականությունով, մի քանի դիզայների տեղը մեկին ներգրավել, քիչ-քիչ QA-ի մեջ այս ամեն ինչը մտնում եւ այլն, այսինքն դեռ մենք չենք խոսում, որ մասնագիտությունը կորում է, բայց արդեն խոսում ենք դրա մասին, որ ավելի քիչ մարդ է պետք լինում, մեկ մարդը, որը տիրապետում է այսօրվա ժամանակակից արհեստական բանականության գործիքակազմով, սկսում է փոխարինել մի քանի որակավորում ունեցող մարդու, ոնց որ դա եղավ, երբ որ, ինչ ասեմ, էքսկավատորները հայտնվեցին, այսինքն պետք եղավ մեկ գործի չընդունել միանգամից 10 հոգի որ փոս են փորում, այլ մի հոգի, որը այդ էքսկավատորով փոս է փորում։ Իհարկե Հայաստանում մեկ այլ 10 հոգուր վերցնում են, իրանք կողքից կանգնած ինչ որ ցուցումներ են տալիս այդ էքսկավատոր փորողին, այդ ուրիշ պատմություն է, բայց այս ամենը հիմա գնում այն ուղղությամբ, որ պարզ է դառնում կամայական ոլորտ, որտեղ կարողանում եմ մտնել արհեստական բանականություն, իսկ դա արդեն նաև կոդ գրելն է, այսինքն ծրագրավորումներն է, տարբեր տեխնոլոգիական գործողությունները, բժշկությունն է, իրավական ոլորտն է եւ այլն, այստեղ արհեստական բանականությունը կարողանում է պրոֆեսիոնալ մարդու ներկայությամբ փոխարինել մի քանի միջին կամ ցակացր որակի աշխատողի ու այստեղ սկսվում է ամենալուրջ խնդրեմը, որովհետև եթե այս տենդենսը զարգանա, մեծ մասը ընկերությունների կուզենան մի հատ հայերեն ասած սենյորի, այսինքն բարձր որակի աշխատողի վարձել, են մնացածը անել արհեստական բանականության միջոցով։ Ու մի քանի տարի, եթե այս տենդենսը շարունակվի, մենք ունենանք լուրջ խնդիր, մենք ասելով ոչ միայն Հայաստանը, ամբողջ աշխարհը, որտեղ բարձր որակի սենյոր դառնալու համար պետք է սկզբից գալ որպես հասարակ աշխատող եւ մի քանի տարի աշխատել։ Իսկ հիմա փաստացի ոնց որ անդունդը առաջանում։ Մարդկանց գործի չեն ընտրում, որ իրանք զարգանան, ոնց որ վաղտին մենք տեսանք, ոնց չէ, հայտարարությունները մատնել, որ պահանջում են պարտադիր աշխատանքային փորձ բոլորից։ Բայց եթե մարդ բոլորը պահանջում են աշխատանքային փորձ, բա ոնց աշխատանքի մեջ մտնել մարդիկ, որոնք այդ փորձը դեռ նոր պետքա ձեռք բերեն։ Հիմա այս ամեն ինչը արհեստական բանականությունն է խորացնում եւ իհարկե սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ գործատուները շատ շուտով գալու են հասկանալու են նրան, որ պետքա մարդկանց նաև ներգրավեն որպես կրթվող մաս, որպեսզի այդ մարդիկ աճեն նաև
Իհարկե սա բիզնեսների մեծ մասը իրաց թույլ չեն կարող տալ, բայց աշխատողի աճացնելը դառնալ է առանձին մի խնդիր։ Բայց ամեն դեպքում մենք գալիս ենք մի կարևոր եզրակացության, նրան, որ այն մարդիկ, որոնք կարողանում են աշխատել ժամանակակից գործիքակազմի հետ, իրենք առավելություն են ստանում այն մարդկանց հանդեպ, որոնք կարող է եւ այդ ոլորտում առաջադեմ են, բայց ոնց որ ասած չեն ընկնում այս տեխնոլոգիաների հետ կապված ավելի խորը ուսուցման մեջ։ Մյուսը այն է, որ արհեստական բանականությունը փաստացի սկսում է փոխարինել նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող մարդկանց եւ գնալով դա մինչեւ արհեստական բանականություն արդեն սկսվեց հենց այն պատճառով, որ խորը պրոֆեսիոնալիզացիան մտավ շատ տիրույթներ, մարդիկ սկսեցին շատ նեղ մասնակիտանալ, ունենալով հենց այդ ուղղությամբ շատ խորը գիտելիքներ, բայց կորցնելով լայն մտահորիզոն։ Եվ մենք հիմա մտնում ենք մի ժամանակահատված, երբ որ հենց այդ տիպի մարդիկ դառնում են կարևոր, որոնք կարողանում են միավորել տարբեր ուղղություններ, մարդիկ, որոնք ոնց որ դիրիժորի դերում են, եւ մենք հաստատի գալիս ենք նրան, որ կրթությունը այսօր միշտ տենց պետք է լիներ, բայց առավել եւս այսօր պետք է ուշադրություն դարձնի լայն մտահորիզոն ունեցող տարբեր ոլորտների մեջ գոնե միջին գիտելիքներ ունեցող մարդկանց զարգացնելու վրա։ Դա ընդհանրապես ճիշտ զարգացում է, երբ որ մարդ չի խորանում մենակ մի ուղղության մեջ, ոնց որ կազմապրոդկոմը ասում էր, որ մասնագետը ֆլյուսի պես է, մի կողմանի զարգացած է։ Մենք փաստացի մտել ենք մի դարաշրջան, երբ որ հենց խիստ նեղ մասնագիտացումը կարող է գործանի ապագա մասնագիտական զարգացումը, ու այստեղ հենց դպրոցների ու համալսարանների դերը պետք է լինի մարդկանց լայն սպեկտրով բազմակողմանի մարդ զարգացնել, որը առանց էլ պետք էր, բայց հիմա դա դառնում է նաև կենսական կարևորության մի բան, եւ իհարկե ամենաառաջին գաղափարը հենց նրանում է, որ մարդուն սովորել, ինքնակրթվել, որովհետև կանխատեսել այսօր դե մարդ եթե 7-րդ դասարանում է, ինչ մասնագիտություններ պետք կլինեն եւ ինչ ոլորտներ կզարգանան 10 տարի հետո, այսօր արդեն շատ դժվար է կանխատեսել։ Ինչ որ ոլորտներում դեռ հնարավոր է, ինչ որ ոլորտներում բարդ է։ Բայց եթե դու սովորեցնում ես մարդուն սովորել, ինքնակրթվել, դու տալիս ես հնարավորություն, որպեսզի ինքը ճկուն ձևով հենց տնտեսության զարգացման հետ զուգահեռ կարողանա զարգանալ։ Հակառակ դեպքում մարդիկ ուղղակի շատ արագ դառնալու են գործազուրկ, նույնիսկ եթե այդ ոլորտը, որտեղ ինքը մտածա, զարգանում է, որովհետև նույնիսկ այն ոլորտները, որոնք ոնց որ ասած չեն չորանում այդտեղի աշխատատեղերը, մեկը փոխվում է գործիքակազմը, եթե մարդ ունակ չի արագ մտնել թեմայի մեջ, հասկանալ թե ինչի մասին է խոսքը, ինքը կորցնել է հնարավորությունը ժամանակի հետևից գնացքի հետևից վազել։ Այնպես որ մենք գալիս ենք նրան, որ ինչին մեր կրթությունը օրինակ կոնկրետ հակառակն է։ Օրինակ մեր կրթական համակարգը ամբողջությամբ հիմնված է անգիր սովորելու վրա։ Դասատուների գերակշռող մասը հիստերիկայի մեջ են ընկնում, երբ որ աշակերտը այլ կարծիք է հայտնում, ամբողջ քննական համակարգն էլ է դրա վրա հիմնված։ Եվ փաստացի ավագ դպրոցում ծնողների, դպրոցների հանցավոր, այսպես ասած, պայմանավորվածության հիման վրա երեխաները ֆիքսվում են մենակ այն առարկաների վրա,
օրինակ իրենց պետք են ավարտելու համար ու ընդունվելու բուխ, մնացած բոլոր ավարտանները անտեսվում են, ու որպես այդպիսի երեխան իմանում է մենակ ինչ-որ այսքան փոքրիկ բան, տանենք մաթեմից ու հայոց պատմությունից։ Մնացած ամեն ինչ իր համար այսպես բացարձակ դիցաբանական ոլորտ է ու ինքը ունակել չի ինքնուրույն նոր բաներ սովորելու, որտեղ իրան 12 տարի արգելել են ինքնուրույն մտածել, ինքնուրույն սովորել, որովհետև ինքը պետք է անգիր սովորել իր դասատուի ասածները ու նույն եռանդով, նույն նույնիսկ այսպես акցենտներով արտասանել։ Այդպես զարգանալով մենք փաստացի չենք զարգանում։ Հիմա կանգ առնեմ, հետո արդեն կփորձենք խոսել կոնկրետ տարբեր մասնագիտական ուղղությունների հնարավոր զարգացման